Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի հետևողներ, Հանրապետության 3-րդ նախագահն է բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ավանդաբար 3-րդ նախագահը այստեղ է եկել ընտանիքի անդամների հետ, թոռների հետ։ Տարներ շարունակ արդեն այրել է Թուրքիայի դրոշը եւ ջահերով երթ է իրականացել։ Պարոն նախագահ, ինչու իշխանությունները չեն վիրավորվում Արցախում խոնարհված, քանդված եկեղեցիների իրողությունից, բայց հանկարծ վիրավորվում են, որ այստեղ դրոշ է այրվում, ինչու չեն վիրավորվում։ Իրենց քաղաքականությունն է, դա նորություն չի, չէ՞։ Մեր 3 օր առաջ էր, չէ՞, ձեր հարցին, թե ինչ-որ միջոցներ կձեռնարկեն, ինչ-որ քայլեր կձեռնարկեն, կապված Ստեփանագերտում եկեղեցիները ոչինչ կանցմանել, ես ասացի, որ չէ, ակնհայտ բաներ են, էլի։ Այսինքն իսպար մոռացության է տալիս ամեն ինչ, թե ուզում է ճանաչման հարցը փակել, թե Արցախի հետ կապված ամեն ինչ մոռացության տալ։ Նույնիսկ մեր պատանշակութային արժեքները։ Ոչ մոռացության տալ, ոչ ոք, բառին իմաստով եմ ասում, որ իրանք ուզում են իր մոռանալ, պետք իրենց գործն է։ Բայց անհնար է, նորից են կոչում, ոչ ոք չի կարա մոռացության։ Պարոն նախագահ, ձեր հրաժարականի նախօրեին դուք կոչ էիք հղել, ասել, որ հայը հայի դեմ չպիտի դուրս գա եւ սուրբ օր է մեզ համար այդ օրը, այսօր էլ եք այդ տեսակետին։ Հա, իհարկե։ Այսօր են օրը չէր, այսօր բոլորովին այլ օր է։ Միշտ ապրիլի 24 ինձ համար այլ օր է եղել, ոչ թե սովորական, առօրյական օր։ Ասացան իդեպ ձեր 3 պար տեքստը շատ ուշագրավ էր, ով է խմբագրել ձեր տեքստը, որ ասում եք Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի, ով է խմբագրել, ով է մանիպուլացնում, ինչ են ուզում դրանով ասել։ Եթե ես ուզենայի կոնկրետ նշել, կոնկրետ կնշել։ 8 տարի անցել է եւ դա ինչ կապ ունի։ 8 տարի անց դեռ այդ հարցերում խորհրդավորություն կա ձեր խոսքում մնացածը իրադարձություններում, այդպես չենք հասկանում։ Ինչպես եղավ, որ այդպես եղավ։ Այդ ինչ տեքստ է։ Այդ ով է ինչ շահարկում։ Ոչ մեկը ոչինչ չի շահարկում։ Պարոն Կարապետյանին էր ուղղված ակնարկը։ Ոչ։ Ամեն դեպքում ձեր ողերի ընկերները շարունակում են ձեզ թիկունքից հարվածել ձեզ համար։ Ինչ է սա։ Երեք Ռոբերտ Քոչյանը ասաց, որ իմ սխալն էր իմ փոխարինողին ընտրել, այսինքն ձեզ նկատի ուներ, որ սխալ էր իշխանությունը ձեզ փոխանցել է որպես նախագահ։ Եթե ձեզ համար նորություն էր, ինձ համար դա նորություն չէր։ Գրեթե 2 տասնամյակ է, որ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ ես սկզբնախորից լսեցինք։ Ինձ համար դա նորություն չէ։ Ի վերջո մինչև երբ է շարունակվելու ձեր երկուսի միջև այս հակադարձությունը, այս հակամարտությունը, դրանից չեք կարծում, որ իշխանությունն է շահում միայն։ Ես չեմ տեսնում գոնե կողմից հակամարտություն։ Մենք դրա կողմնակիցը չենք։ Բայց ձեր փեսան կողմնակից է, ձեր փեսայի կողմից ակտիվություն ենք նկատում։ Վերջին օրին նորից Միքայել Մինասյան ակտիվացել է, ընդդեմ Քոչարյանի գրառումները կատարում նրա թիմը, նրա մտերիմները նույնպես ձերոն պասիվ են եղել։ Դուք վստահաբար շփոթում եք հերթականությունը, պատճառն ու հետևանքները։ Եթե լավ իմացել եք, կտեսնեք, որ
Լավ, կներեք, կներեք։ Հարգելի հետևողներ, երրորդ նախագահը ծաղկեպսակ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում